Ինձ դուք նշեցիք, որ 27 մոտավորապես ուժի ուղարկվել են առաջարկը, 27 ուժի առաջարկը ուղարկվել է։ Մի փոքր կներկայացնեք կոնկրետ առաջարկի մասին եւ ինչ պատասխաններ եք ստացել միջ այժմ։ Չէ, մենք առաջարկ չենք ուղարկել իրանց, մենք հարցեր ենք բարձրաձայնել ու ցանկացել ենք քաղաքական ուժերի պատասխաններն իմանալ այդ հարցերի վերաբերյալ հետագա մեր գործողությունները բարձելու համար, ում հետ ոնց կարելի է աշխատել։ Այդ հարցերի բնույթը հետեւյալն է եղել, օրինակի համար, արդյոք դուք եթե կուզեք կարող եմ կարդալ, որ ավելի ճիշտ լինի։ Հարցերը հետևյալն են եղել, արդյոք համարում եք, որ գործող քաղաքական համակարգի եւ սահմանադրական կարգը հանգեցրել են իշխանության գերկենտրոնացման, եթե այո, ինչ քաղաքական կամ սահմանադրական լուծումներ եք տեսնում այս խնդրի հաղթահարման համար։ Երկրորդը սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցը, արդյոք իրենք ընդունել են համարում այս իշխանության իրականացրած սահմանադրական փոփոխությունները թե ոչ։ Իշխանությունների ու քաղաքական ուժերի հակակշռման մեխանիզմները, ինչ տեսակ հակակշռման մեխանիզմներ են իրենք պատկերացնում, ինչ ժամկետներում են նախատեսում կամ հնարավոր համարում նման փոփոխությունների իրականացումը հնարավոր իշխանափոխությունից հետո եւ վերջապես արդյոք նման փոփոխություններ իրականացնելուց հետո նախատեսում են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Մեր համար, ինչպես նաև նախորդիվ մենք հայտարարությամբ հանդես ենք եկել, շատ բարձրացնում ենք այն հարցը, որ մեր խնդիրը ոչ թե անձերն են, այլ կառավարման համակարգում սահմանադրական կարգը, քաղաքական համակարգում սահմանադրական կարգը եւ կարևոր խնդիր ենք համարում, որ քաղաքական ուժերը անձերից զատ եւ սոցիալական հարցերից զատ նաև բարձրացնեն կառավարման համակարգի, քաղաքական համակարգի առողջացման հարցը, սահմանադրական փոփոխությունների հարցը հանրության մեջ, որպեսզի մեր քաղաքացիները անձնավորված չլինեն, անձեր ու փրկիչներ ման չգան, այլ ի վերջո գան այն գիտակցության, որ պետության մեջ կարևորը ինստիտուտներն են, համակարգերն են եւ իշխանությունների ոչ թե իշխանության գերակայության խնդիր, այլ իշխանությունների հակակշռման մեխանիզմների, իրական աշխատող մեխանիզմների խնդիրը։ Ինչպես ասեցի, ուղարկել էինք 27 քաղաքական ուժերի մեր հարցերը բարձրացրած, որոնցից 20-ը պատասխանել էին կամ արձագանքել էին գրավոր կամ բանավոր, մեծ մասը պատասխանել էին գրավոր, 20-ից 6-ը պատասխանել էին բանավոր, բայց շատ կարևոր է նաև այն 7-ը, ովքեր ոչ մի արձագանք չէին տվել։ Ինչքան ժամանակ է որ Մենք հունվարի կեսերից, հունվարի վերջից զբաղվում ենք այս հարցով, նամակներն ուղարկել ենք, լավ մաքսիմում փետրվարի սկիզբ նամակներն ուղարկել ենք, անընդհատ փորձել ենք կապվել իրենց հետ, ձեր լրատվամիջոցի միջոցով խնդրում եմ, եթե կլինեն արձագանքներ, այդ ուժերն են եղել 7-ը, ինչպես ասեցի, կուզենամ եւս նրանց անունները տալ։ Մեկ էլ միջ անունները տալը կցանկանայինք իմանալ ինչպես են ընտրվել 27 ուժերը, ինչ ձևով եք որոշել։ Սենց ասեմ, այդ պահին հնարավորինս շատ հանրային հանրության մեջ խոսք ունեցող քաղաքական ուժերն են ընտրել, առնվազն մեր սուբյեկտիվ կարծիքից ելնելով այսօրվա քաղաքական դաշտի մասին։ Չպատասխանող ուժերն են Արդար Հայաստան, Միասնության թևեր, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայրենիք կուսակցություն եւ Նոր ուժ կուսակցություն, ինչպես նաեւ Հանրապետություն կուսակցություն։ Իրենք ոչ մի արձագանք չեն տվել, խնդրեմ հնարավորության դեպքում լրատվամիջոցները եւս իրենց ուղին այդ հարցերը, իրենք որ գան շարունակելու են այս սուպեր վարչապետական համակարգի շրջանակներում գործել, թե գնալու են այնպիսի քաղաքական համակարգի փոփոխության, որի արդյունքում որևէ անձ կամ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ այսքան մեծ լծակներով օժտված չի լինի։ Նշեցիք, որ 20-ը պատասխանել են, ինչպիսին են եղել պատասխանները։ 20-ից ընդամենը 2 քաղաքական ուժ ա, որ համաձայնություն չի հայտնել այդ հարցի կարևորության հետ։ Այդ երկու ուժերը եղել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունները։ Մնացած 18-ը այս կամ այն ձևով դրական են արտահայտվել այս օրակարգի արծարծմանը, այդ հարցի կարևորությանը եւ իրենք էլ են համաձայն եղել, որ հաջորդ որևէ իշխանություն, հաջորդ իշխանափոխությունից հետո եկած հաջորդ որևէ իշխանություն պարտադիր պետք է գնա սահմանադրական եւ ընտրական օրենսգրքի անհրաժեշտ փոփոխությունների, որ հետագայում որևէ մեկը այսքան մեծ լծակներով օժտված չլինի։